Պաշտպանության նախարարի հրամանը փոփոխվել է եւ փոխվել է ծառայության բնույթը, այսինքն այն շահարկումները, որ հոգեոր ծառայությունը բանակում դադարեցվում է, ճիշտ չէ, բանակում կարող է շարունակվել հոգեոր ծառայությունը, պարզապես նրանք պիտի ենթարկվեն զինված ուժերի բարեհոգեբանական գծով վարչությանը։ Ինչով է խանգարում Մայրան Աթոռին ենթարկվելը հոգևոր դասին։ Ես իմ բացատրությունը տվեցի, պատճառը որն է, մի բան կարող եմ ասել ձեր հարցինի պատասխան, բանակում զինված ուժերում չի կարող լինել երկակի ենթակայություն։ Շնորհակալ։ Պապիկյանը կան տեղեկություններ, մամուլում նաև քահանաներից մեկն է գրել, իմ անունը չեմ հիշի, որ կարգալույցներին առաջարկվում է 700,000 դրամով գնալ եւ գնդերից աշխատել։ Ես իմ աշխատավարձի չափ չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ նախարարի հրամանը, որը մենք հրապարակել էինք, բացահայտում է, որ այո, մենք կարող ենք պայմանագիր կնքել Հայաստանում հայ առաքելական եկեղեցու հոգևոր կրթություն ունեցող սպասավորների հետ, որպեսզի նրանք ծառայեն եւ կատարեն իրենց առաքելությունը։ Աշխատավարձի մասին հիմա խոսել չեմ։ Նկատի ունեն, որ այդպես փորձում եք ներգրավել նրանց, որ ուրանան, այսպես ասենք, եկեղեցին այդ Դե եթե Հայաստանի Հանրապետությանը զինված ուժերին բանակին ծառայել ինչ որ մեկը ուրացում է համարում, դա իր անձնական գործն է։ Աշխատավարձի չափը նախ մեծ եք ասում, ես նման աշխատավարձի մասին տեղյակ չեմ, բայց բավարար աշխատավարձ կլինի, որը կտարբերվի նախկինում իրենց ստացածից։ Պարոն Պապիկյան, խնդիրն այն է, որ Դուք երկրորդ հարցն եք տալի, գուցե երրորդ։ Հստակեցնում եմ պարզապես։ Խնդիրն այն է, որ գնդերեսներին առաջարկվել է Փաշինյանի օրակարգի միանալ այդ գումարի դիմաց, այս է ասում։ Սուտ է, նման բան չկա։ Պարոն Պապիկյան, դուք մասնակցում եք Ինչ արված է հրապարակային ասում, իմ հրամանը նույնիսկ ես բացել եմ, որ այս տարընթերցումները, հեքիաթները Այդ հրամանը շատ զուգադիպեց այդ գործընթացին։ Շնորհակալ եմ, համեցեք։ Կարող առանց կաթողիկոսի հետ համաձայնության այդպիսի հրաման տայք։ Հարգելիներս, Հայաստանում բոլոր ինստիտուտները աշխատում են, թող բողոքարկեն, թող դիմեն դատարան, եթե այդպես է, ես չեմ կարծում, որ այդպես է, ես համաձայն չեմ իրենց հետ, իմ բոլոր գործողությունները իրավաչափ են եւ տեղին։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։